Բարև ձեզ, ես Նարեկն եմ ու մոտակա մի քանի րոպեների ընթացքում կհասկանանք, թե ոնց են վարկերն ու կրեդիտ քարտերը իրականում աշխատում ու ոնց չհայտնվել ֆինանսական թակարդում։ Մեր նախագծի գործընկերն է Ամունձի Հակոբյան։ Վարկերն ու կրեդիտ քարտերը կարող են գրավիչ թվալ, բայց պետք է նախ հասկանալ, թե ոնց են նրանք աշխատում։ Վարկերը մեզ կարող են օգնել հասնել նրան, ինչի համար առանց դրանց պետք կլիներ տարիներ։ Օրինակ ձեռք բերել մեքենա, ստանալ կրթություն եւ այլն։ Բայց սխալ կանխատեսումների ու ուրիշ գործոնների ազդեցության նույն վարկերը կարող են բերել շատ վատ հետևանքների։ Տուգանքներ, այսպես կոչված սև ցուցակներ, վատ վարկային պատմություն, հասցնել մինչև հարկադիր կատարողական ծառայություն։ Հարկադիրի մասին առանձին էպիզոդում անպայման մանրամասն կխոսենք, կծանոթանանք։ Իսկ այդ հետևանքները ուղղելու համար տարիներ են պետք։ Որոշ դեպքում տարիներն կարող են չօգնել։ Հաճախ ենք լսում, որ վարկերը դառնում են ֆինանսական խնդիրների պատճառ, բայց եկեք ընդունենք, որ այդ խնդիրների պատճառներից մեկն էլ մենք ենք։ Պատճառները կարող են լինել մեր չափից դուրս լավատեսությունը կամ օրինակ շուկայի առաջարկներին մանրամասը չուսումնասիրելը։ Հաճախ հաշվի չենք առնում, որ ֆինանսական իրավիճակը կարող է փոխվել, շուկայի իրավիճակը կարող է փոխվել, ֆինանսավորման պայմանները նույնպես կարող են փոխվել եւ այլն։ Արդյունքում հաճախ ստացվում է, որ վարկը սպասարկելու համար մարդիկ նոր վարկ են վերցնում։ Լինում են դեպքեր, երբ վարկը իրոք պարտադիր է, որտեղ անխուսափելի ինչ-որ դեպք է պատահել կամ բաներ, որ դուք չեք պլանավորել։ Այստեղ մեզ պետք է օգներ մեր խնայողության բարձիկը, բայց այդ է միշտ չի որ ունենք, դրա մասին մանրամասը խոսել ենք անցած էպիզոդում, անպայման նայեք, եթե չեք նայել, թե ինչպես կարելի է ստեղծել անվտանգության բարձիկ։ Իսկ եթե չունես անվտանգության բարձիկ, ինչ-որ մի բան լինելու դեպքում շատ հավանական է, որ կդիմես վարկերի։ Հայաստանում գործում են տարբեր պայմաններով ու տոկոսադրույքերով վարկեր։ Խելացի վարկ վերցնելը քիչ գումար վերցնելը չի, այլ հասկանալ, թե ոնց է վարկը աշխատում ու ոնց եք աշխատելու այդ վարկը մարելու վրա, այլ ոչ թե ձեր աշխատածի մեծ մասը տակ վարկին ու կոպիտ ասած դառնաք վարկի գերի։ Եկեք սկզբից հասկանանք, թե ինչ են կրեդիտ քարտերը ու ոնց են աշխատում։ Ցանկացած կրեդիտ քարտ ունի մի քանի հիմնական էլեմենտ։ Կրեդիտի սահմանաչափ, այսինքն թե մաքսիմում ինչքան գումար կարող եք վերցնել, վճարման փուլեր, սովորաբար վճարումները արվում են 30 օրը մեկ։ Եթե ունեք կրեդիտ քարտ, աշխատեք վճարել արտոնյալ ժամանակահատվածում, այսպես կոչված grace period-ում, թե չէ ստիպված եք լինելու մուծեք տոկոսներ։ Իսկ կրեդիտ քարտի տոկոսները սովորաբար ավելի բարձր են լինում։ Բացի դա կան նաև պարտադիր վճարներ, օրինակ տարեկան սպասարկման վճար, ուշացման վճար եւ այլն։ Մի կարևոր բան էլ կրեդիտ քարտերի համար, հիշեք, որ քարտից կանխիկացում անելու դեպքում տոկոսները պահվում են հենց կանխիկացման պահին։ Grace period-ը այդ դեպքում չի աշխատում։ Անցնենք առաջ։ Ավելի մանրամասն խոսենք վարկերի տոկոսադրույքների մասին։ Կարճ ասած, տոկոսադրույքը այն գինն է, որը վճարում եք վարկ վերցնելու համար։ Գոյություն ունի տարեկան անվանական տոկոսադրույք եւ տարեկան փաստացի տոկոսադրույք։ Տարբերությունը կարևոր է հասկանալ։ Երբ որ վարկ եք վերցնում, պարտավորվում եք վերադարձնել այն ու վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար կամ տոկոսներ, ոնց որ ընդունված է ասել։ Տարեկան անվանական տոկոսադրույքը ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է այդ տոկոսավճարների մեծությունը։ Անվանական տոկոսադրույքը որպես կանոն ֆիքսված է լինում, բայց ձեզ կարող են առաջարկել նաև լողացող կամ փոփոխական տոկոսադրույքներ։ Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանա կամ իջնի, կախված ինչ-որ գործոններից, օրինակ Հայաստանի կենտրոնական բանկի հաշվարկային դրույքից։ Գործում են նաև վարկ տրամադրելու կամ վարկ սպասարկելու համար միջնորդավճարներ, գրավադրվող գույքի գնահատման ծախսեր, ապահովագրման ծախսեր, սրանք էլ նույնպես հաշվի առեք։ Կարող են նաև չլիներ նման վճարումներ, նենց որ անպայման մանրամասը կարդացեք պայմանագրերը, որը կնքում եք վարկ ստանալուց։ Այ եթե գումարվեն վարկի հետ կապված ծախսերը անվանական տոկոսադրույքին, կստանանք, թե վարկը իրականում բառերով ասած որքան է նստելու մեր վրա, որն էլ փաստացի տոկոսադրույքն է։ Փաստացի տոկոսադրույքը հաշվի է առնում նաև փողի իրական գինը, քանի որ հաշվի է առնվում, թե որքան հաճախ է վճարում տոկոսները։ Որքան հաճախ, այնքան փաստացին բարձր է։ Վարկ վերցնելիս պետք է անպայման ստուգել փաստացի տոկոսադրույքը։ Իդեպ մեր օրենսդրությամբ ձեզ պարտավոր են տեղեկացնել փաստացի տոկոսադրույքը սպառողական եւ հիպոթեկային վարկերի պարագայում։ Իսկ հիմա հասկանանք ինչ է վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե ոնց եք կատարում ձեր վարկային պարտավորությունները։ Ցույց է տալիս ձեր վարկային պատմության երկարությունը
ու նաև վարկային ծանրաբեռնվածությունը։ Այլ կերպ ասած, վարկային պատմությունը սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերն է։ Վարկային պատմության մեջ երևում են նախորդ 5 տարիների վերաբերյալ տվյալները։ Երևում են, թե ինչ չափի եք վարկ վերցրել, քանի անգամ եք վարկ վերցրել, ինչ տոկոսադրույքներով, թե ինչքան պատշաճ եք վճարումներ արել, ուշացումներ ունեցել եք թե ոչ, չվճարված վճարները կամ մնացորդները։ Հայաստանում գործում է Աքրա վարկային բյուրոն, որտեղ պահվում են այս բոլոր տվյալները։ Աքրան, չխառնեք արկայի հետ, տրամադրում է քո վարկային զեկույցը քո մասին հարցումների ի պատասխան։ Իդեպ, տարին մեկ անգամ կարող եք անվճար առցանց ստանալ քո վարկային զեկույցը ու տեսնել, թե ինչ է կատարվում քո վարկային կյանքում։ Կարող նաև վճարովի տարբերակով անեք, շատ հասանելի է, խորհուրդ կտամ մեկ-մեկ նայեք ձեր վարկային պատմությունը։ Ես օրինակ բաժանորդագրվել եմ եւ ամիսը 1 ստանում եմ, որ հանկարծ իմ անունով վարկ չվերցնեն։ Վարկային պատմության հիման վրա ձևավորվում է վարկային սքորը, որի հիման վրա էլ հետո ձեզ կարող են տալ վարկ ավելի լավ պայմաններով կամ ընդհանրապես չտալ վարկ։ Ամեն ինչ կախված է ձեր մարումների պատմությունից ու ընդհանուր վարկային վարկից։ Վարկային սքորը ձևավորվում է վճարումների մարումների պատմությունից, վարկային բեռի մեծությունից, վարկային պատմության երկարությունից, օգտագործված փոխառությունների տեսակներից, նոր վարկային դիմումներից։ Օրինակ, մեկ ով ունի լավ վարկային սքոր կարող է վերցնել վարկ մոտ 13%-ով, իսկ մյուսը թույլ վարկանիշով նույն վարկի համար կարող է վճարել ավելի շատ։ Եթե երբեք չեք ունեցել վարկ, հավանաբար ձեր վարկային սքորն էլ ցածր կլինի։ Այս դեպքում էլ երբեմն կարող են նաև վարկ չտրամադրել։ Վարկային վարկանիշը չափվում է FICO score-ի միջոցով։ Վիճակագրական ուսումնասիրության եւ վերլուծության ենթարկելով հաճախորդի վարկային պատմությունը, FICO score-ը տալիս է վարկատուի վարկային ռիսկի թվային գնահատական։ Magic։ Որով էլ չափվում է կրեդիտավորման ռիսկը։ Այսինքն ցույց է տալիս, թե որքանով եք դուք այսպես կոչված արժանի վարկի, այդ տերմինն են օգտագործում ու հետ կտակ այդ վարկը թե ոչ։ Բացի դրանից, ֆինանսական կազմակերպությունները կարող են ունենալ իրենց սեփական գնահատականները ձեր պատմության հիման վրա, եթե բանկի հաճախորդ եք կամ ֆինանսական կազմակերպության։ Հիշեք, որ բանկը կարող է ստանալ ինֆորմացիա Աքրայից ձեր վարկային պատմության վերաբերյալ միայն ձեր թույլատվությամբ։ Այսինքն ձեր անձնական տվյալների համար կարող եք հանգիստ լինել։ Դուք ինքներդ կարող եք տրամադրել բանկերին ձեր վարկային զեկույցը կամ ձեր թույլատվությամբ բանկերը հասանելիություն կարող են ստանալ դրանց հենց Աքրայից։ Անպայման հաշվի առեք, որ Աքրայի տվյալների բազան թարմացվում է շաբաթական 2 անգամ, եթե ուզում եք ակտուալ տվյալներ ստանալ ձեր վարկային պատմության վերաբերյալ։ Պետք է ուշադրի լինել վարկային պատմությանը, միշտ պատշաճ կատարել վճարումները, եթե ապագայում եւս ուզում եք օգտվել ֆինանսական տարբեր գործիքներից։ Ձեր մասին զեկույցը կարող եք ստանալ Աքրա.am կայքից, ոնց որ նշեցի սկզբում, տարին մի անգամ անվճար է, բայց եթե հետ մի անգամից օգտվել եք, կարող եք նաև օգտվել վճարովի տարբերակից։ Եթե չեմ սխալվում, ռիփորտների գինը սկսում է 300 դրամից։ Եկեք հիմա տեսնենք, թե վարկերի ինչ տեսակներ կան Հայաստանում։ Ըստ տեսակների Հայաստանում կարող եք վերցնել սպառողական վարկ։ Դրանք ներառում են ավտովարկերը, ուսանողական վարկերը, վարկային գծերը, օվերդրաֆտները, նաև ապառիկները։ Օվերդրաֆտը քարտային վարկատեսակ է։ Հարմար է կանխիկ ու անկանխիկ օգտագործման համար։ Վարկային գիծը ունի նմանություն օվերդրաֆտի հետ, բայց ավելի հարմար է անկանխիկ տարբերակով օգտագործելու համար, որովհետև կանխիկացման բարձր տոկոսադրույք ունի։ Դա անպայման հիշեք։ Ապառիկն էլ ամենատարածված ու պարզ վարկատեսակներից է, որ մարդիկ շատ հեշտ ստանում են։ Շատերը օգտագործում են կենցաղի համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար։ Հաջորդը հիպոթեկային վարկն է՝ տուն գնելու, կառուցելու կամ վերանորոգելու համար։ Սրանք երկարաժամկետ վարկեր են, շատ անգամ նաև սուբսիդավորվում է պետության կողմից, կան նաև երիտասարդ ընտանիքների համար ծրագրեր ավելի ցածր տոկոսադրույքներով։ Մյուսը գյուղատնտեսական վարկ, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Մինչև 5 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկը համարվում է սպառողական վարկ, բիզնես վարկ, ձեռնատիրական գործունեության համար։ Այսօր նաև շատ տարածված են աշխարհում Buy Now Pay Later BNPL ծառայությունները։ Հայաստանում դեռ նոր է, բայց բավականին արագ տարածվում է։ BNPL-ը թույլ է տալիս վճարել մաս-մաս, սովորաբար լինում են անտոկոս որոշ ժամանակահատվածի համար, բայց ժամանակին չվճարելու պատճառով կարող են լինել շատ բարձր տուգանքներ։ Վարկերը կարող եք վերցնել հայկական դրամով, դոլարով, եվրոյով, բայց կան նաև այլ արժույթներ։ Արժույթը ընտրելիս կարևոր է ուշադրի լինել, որովհետև տոկոսադրույքները կախված են նաև արժույթից։ Օրինակ դրամի դեպքում տոկոսադրույքը ավելի բարձր է, քան դոլարի, բայց շատ կարևոր է հաշվի առնել փոխարժեքի տատանման ռիսկը։
Մասնագետները առաջարկում են վարկ վերցնել այն արժույթով, որով ձեր եկամուտն է, որ արտարժույթի տատանումների ռիսկի տակ չմտնեք։ Հիմա խոսենք վարկային տերմինների մասին, որը պետք է պարտադիր իմանալ, եթե պատրաստվում եք վարկ ձևակերպել, որ կարողանաք շահավետ գործարք կնքել ու չիմանալու պատճառով չտուժեք։ Վարկի մայր գումար։ Սա այն սկզբնական գումարն է, որը վերցրել եք բանկից։ Փաստացի տոկոսադրույք։ Տոկոսադրույք, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը եւ վարկի հետ կատարված բոլոր ծախսերը, այդ թվում վարկի տրամադրման, սպասարկման եւ այլ ծախսեր։ Վարկային գիծ, բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ, որոնք հասանելի են քարտով։ Վարկային պատմություն, քո նախորդ վարկերի, վճարումները եւ վարկի վերաբերյալ տվյալների ամբողջականությունը, որը պահվում է վարկային բյուրոյում, ակրան։ Վարկի վաղաժամ մարում, վարկը սահմանված ժամկետից շուտ փակելը։ Որոշ բանկեր դրա համար գանձում են վաղաժամ մարման տուժ։ Սա պարտադիր է նախորդ իմանալ, քննարկել ձեր բանկի հետ, արդյոք վաղաժամ մարմելու դեպքում դուք կունենաք տուժ թե չէ։ Եթե փորձենք ամփոփենք, ապա կուզեմ ավելացնել, որ այսօր վարկ վերցնելը շատ հասանելի է, շատ հեշտացել է վերցնել վարկ, բայց միշտ հիշեք, որ վերջում դրա համար շատ ավելի շատ եք վճարելու, քան մայր գումարներ։ Այսօրվա էմոցիոնալ գնումները վարը կարող եք դառնալ ձեր համար մեծ ֆինանսական բեռ։ Շատ դեպքերում ավելի ճիշտ է սպասել, մի փոքր խնայել եւ այդ ծախսը անել առանց վարկի։ Եթե ուզում եք հասկանալ վարկ վերցնելը խելամիտ է թե ոչ, պետք է պատասխանել այս 3 հարցերին։ Կարող եք արդյոք այսպես ասած յոլա գնալ առանց այդ վարկի ու առանց այդ ապրանքի, ինչի համար ուզում եք վարկ վերցնել։ Հաջորդ հարցը. կարող եք խնայել հետո ձեռք բերել։ Օրինակ գումար հավաքեք, նոր գնեք մեքենա։ Եթե սա էլ է ոչ, գնացինք հաջորդ հարցին։ Իսկ ձեր եկամուտը բավարար է նոր վարկ վերցնելու համար։ Բանաձևը հետևյալն է. պետք է ձեր վարկերի ամսական մարումը չգերազանցի եկամտի 30%-ը։ Եթե վարկ վերցնելը անխուսափել է, ուրեմն պարտադիր ուսումնասիրեք տարբեր բանկերի կողմից առաջարկող վարկատեսակներն ու դրանց պայմանները։ Համեմատեք տարեկան տոկոսադրույքները ու բոլոր միջնորդավճարները։ Միտեղ կարող է տոկոսադրույքը ցածր լինել, բայց բարձր միջնորդավճար լինել ու հակառակը։ Միշտ եղեք տեղեկացված ու ուշադիր ու անպայման կարդացեք պայմանագրերը մինչև ստորագրելը։ Այսօր այսքանը։ Եթե այսօրվա թեման օգտակար էր ձեզ համար, սեղմեք լայքն ու բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կտեսնվենք հաջորդ էպիզոդում։ Շնորհակալություն։